Հա Հայկ ջան, բարև, լավ եք։ Լավ, դու ոնց ես, գործերից ինչ կա։ Հետ եմ գալու այսօր։ Սոնան գիտի։ Չէ, չեմ ասել։ Դե լավ, ես էլ չեմ ասի, որ անակնկալ լինի։ Միկոն եկավ։ Ուր։ Ոնց թե ուր։ Տուն։ Միկոն Հայաստանում է։ Էդ հաստատ է։ Հա, հաստատ է։ Միկոն էս 2 օր արդեն Հայաստանում է։ Լավ, հետո կխոսենք։ Ինչ եղավ Այկո։ Աստոն Արմոն ճիշտ էր ասում, Միկոն Հայաստանում է։ Բա ինչ ես որոշել, ինչ պիտի անես։ Դե ինչ պիտի անեմ, ուզում եմ ինքը գար, բայց ո մանկապարտեզ չի։ Որ խռովեմ ու սպասեմ։ Գյուղ պիտի գնաս։ Հա, քերեն հենց մտավ Հայաստան, միանգամից կգնամ, բայց Սոնային չեմ ուզում մենակ թողնեմ։ Դե կգնանք։ Ալո։ Այգի հետ եմ խոսում։ Հա, ով է։ Միկոյի աղբերն ես, չէ։ Հա, ով ես, ում հետ եմ խոսում։ Լսի, Միկոյի պահով բան կա, որ պիտի իմանաս, ինչքան շուտ այնքան լավ։ Չգիտեմ դու տեղյակ ես թե չէ, բայց աղբերդ գլխից մեծ պարտքեր է հավաքել ու չի էլ մտածում դրանք փակելու մասին։ Ում հետ եմ ես խոսում։ Անունս քեզ բան չի ասելու, բայց դու մտածի, որ կորած բարեկամի պես մեկն եմ, որովհետև զանգել եմ քեզ զգուշացնեմ, որ աղբորդ խելքի բերես։ Իրան թվում է, եթե փախավ Հայաստան պրծնելու է, հա, մեզնից, որ նեղներ կողքը կանգնեցինք, բայց ինքը հիմա սխալ բաներ է անում։ Իրան թվում է ձեր գյուղի տեղը չգիտենք, թե այդ 2 ոտ գյուղում ձեր տունը չենք գտնելու։ Քեզ է պարտք Միկոն։ Հա, ինձ էլ է պարտք։ Ու քանի մեջից մարդը լրիվ չի մեռել, զանգում եմ, որպեսի մեծ աղբոր պես տեր կանգնես։ Եթե ինքը իրան սենց է պահում, ուրեմն ես էլ իմ ձևով կստանամ իմ փողերը։ Թող գար կանգներ դեմս, ասել, որ ուշացնում է, ոչ թե խափեր թռներ։ Տեղն էլ գիտեմ, փողերը ստանալու ձևն էլ գիտեմ։ Ու քանի չեմ անցել իմ մեթոդներին, դրան ասա, որ գտնի ինձ։ Ինքը լավ գիտի ես ով եմ։ Ինչ ա եղել։ Չենք սպասում քերրի գալուն, գնում ենք գյուղ։ Հարց չկա, բայց ինչ էին ասում, ով էր զանգել։ Հիմա գնանք Սոնայի մոտ, տամ բանալին մոտը չի։ Իրանը մոռացել է տամ, ճանապարհին էլ քեզ կպատմեմ։ Դե գնացինք։ Նար, եթե գալու էր ինչի չասեցիր, ես քեզ կգրանցեի։ Ճիշտ ասած, ես էլ չգիտեի, որ գալու եմ, գիշերը որոշեցի, բայց վաղտս բերեց, որ տեղ ունեք։ Բայց գիտես չէ, որ պետքա նախապես գրանցվես, Նարե ջան։ Ես իհարկե գիտեմ, որ պետքա նախապես գրանցվել, բայց այս անգամ սենց ստացվեց։ Խնդիր չկա, ամեն ինչ շատ լավ է։ Լիլին ձեռնոց կտաս։ Դու քո տեղը խոսի, հա, Սոնա ջան։ Առավոտը 1 ժամ ավել կքնեի, չնայած որ հատկապես գիշերը շատ ուշ ենք քնել։ Բայց ասա, որ երեք շատ լավ անցավ Սոն։ Չես պատկերացնի, ինչքան ենք ծիծաղել, այնքան ենք ծիծաղել, Նարե ջան, որ հազիվ ենք մեզ համոզել, որ տանից դուրս գանք։ Բայց եթե բոլորդ հավասար եք ասել, նշանակում է, որ լավ եք քնել։ Սենց թենենց բոլորս էլ միասին էինք հասնելու, որովհետև ես Սոնային տանն եմ մնացել։ Ընդհանրապես չեմ սիրում ուրիշների տանը մնալ, բայց դե որ Հայկը ասեց չէի կարող չգնալ, դե Հայկի ասած իմ համար չի քննարկվում էլի։ Տենց դե գնացի, մնացի, շատ լավ ենք անցկացրել օրը, շատ, չես պատկերացնի ուղղակի։ Հեսա կսկսենք, Նարե ջան։
Վրան էլի չի եկե ձյացակում։ Չեմ։ Այս հաշվետվությունն է։ Լավ, ապրես։ Ազատ ես Արմեն։ Սենց չի կարա շարունակվի ձյացակում։ Ինչ-որ բան ա եղել Արմեն։ Չէ, այս ամեն ինչը քո համար նորմալ է։ Նենց տպավորությունը ոնց որ աչքիդ գրողն եմ դարձել։ Ամեն ինչի միջից ինձ հանեցիր ձյացակում։ Այն հասարակ շփումն էլ կարճ ու կոնկրետ է դարձել։ Ասում եմ ինչ ա եղել, ոչ մի բան չես ասում։ Չէ, եթե ես ինչ-որ բան եմ արել, արի կլինի դու առանց ակնարկների ինձ ուղիղ ասա։ Արմեն, ինձ թվում է մենք խոսել ենք ու իրար հասկացել։ Հիմա ինչ է ասածդ չեմ հասկանում։ Հա, ես էլի եմ ասելու։ Ու այնքան եմ ասելու, մինչև որ դու ինձ ճիշտն ասես։ Այդ ոնց էր լինում, որ մի ժամանակ ամեն ինչ Արմոն էր անում։ Ինչքան վտանգավոր ու մութ գործ կար Արմոին էիք ասում։ Հարկայինի հետ կապված խնդիր է լինում Արմոին էիք ասում։ Ոստիկանության հետ կապված խնդիր է լինում Արմոին էիք ասում։ Արմո ասելով ման էիք գալիս։ Եղել է այսքան ժամանակ, որ ինչ-որ բան ասես ու ես չանեմ։ Չէ, չի եղել։ Մի անգամ ձևի համար չեք հարցրել Արմո ինչ կասես, ինչ կարծիք ունես այս թեմայի վերաբերյալ։ Արմո ջան, քեզ հարմար է թե չէ։ Չէ, ձյացակու։ Չի եղել տենց բան։ Ու ես այդ ամեն ինչից չեմ նեղվել։ Ինձ վատ չեմ զգացել, որովհետև քեզ ծնողի պես ընդունել եմ։ Երբ անունս տալիս էի լակոտի պես թռնում է, որ առաջինը քո ասած անուն, որ հանկարծ մի վարքյան դու նեղություն չկրես։ Ու այս ամեն ինչի պատասխանը դու սենց ես տալիս։ Նարե ջան, ասում ես ինչի որոշեցիր հենց մեզ մոտ գաս։ Լավ չի լիլ։ Դե եսին։ Ինչ որ բան է եղել Լիլիթ ջան։ Լիլ կլինի դիմակը պատրաստես։ Նարե ջան, ինչ որ բանից ալերգիա ունես։ Չէ, չունեմ։ Ինչ։ Ասում եմ ալերգիան ինչա չունես։ Բայց ոնց որ արդեն ունեմ, գիտես։ Մեր Լիլիթի հումորը մի քիչ սուր է, էլի։ Քեզ զանգ ա գալիս, պատասխանեմ։ Կտեսնես ով է։ Վայ, հայկս ա։ Ասա հեսա կզանգեմ։ Ալո, հայկ։ Լիլիթ։ Վայ, ինչ հաճելի է, երբ որ կապ չունի ում հեռախոսով եմ պատասխանում, առաջին ալոյից հասկանում ես, որ իմ ձայնն է։ Լիլիթ ջան, Սոնային կասես դուրս գա, հասել ենք ձեր գործի տեղի մոտ։ Բան պիտի տամ ու գնամ շուտ։ Ապրես։ Հայրեկվա նկարները։ Ահա, կուղարկեմ անպայման, բայց դու էլ կոմոդիններ էլի ուղարկի, կոմոդ ավելի ստացվածները կան։ Հա, հանդիպենք։ Երբ ուզում ես, ուղղակի մի քիչ շուտ կասես, որ կարողանամ հարմարեցնել։ Լիլիթ հեռախոսս կտաս։ Հայկ ջան, ես քեզ հետո կզանգեմ, հա, հեռախոս արդեն Սոնան ուզում է։ Ուզում եմ հասկանամ Հայկը մոռացել էր, որ ինձ էր զանգել։ Դե որ մենք շփվում ենք։ Լիլիթ։ Լավ, ասում էր դուրս գաս, քեզ ինչ-որ բան ունի տալու։ Հիմա։ Նարե ջան, դեմ չես լինի, որ Լիլիթը շարունակի։ Չէ։
Իմ ուզածն ինչ է ձեզ ցակո, որ ընդամենը բացատրես, ասես, հասկանամ ինչ եմ արել։ Երբ որ քեզ պետք է, դու ինձ մարդու տեղ էիր դնում։ Ինչա քեզ թվում է հիմա կարաս իմ հետ սենց վարվես։ Արմո, արի կլինի մի բարդացրու։ Ընդամենը անուն եք փոխում։ Հիմա դու օֆիսում ես, չէ՞։ Օֆիսում չես։ Էդ քեզ թվում է դու ինձ դրանով լավություն ես անում ձեզ ցակո։ Էդ ողորմության նման բանը։ Ձեզ ցակո, եթե իմ մտքին տեղ լիներ, ես հիմա իմ բիզնեսն էլ կունենայի ու ավելի ապահոված կապրեի։ Բայց ինձ մոռացած քո ասածների հետևից եմ ընկել։ Վրամի հետևից եմ ընկել։ Նարեի ասածներն եմ սուսուփուս տարել, որովհետև մտածել եմ, որ մի ընտանիք ենք, որ կարևոր ենք իրար համար։ Էդ որ ասում ես ընդամենը անունը, կարողա քո համար անունը, բայց իմ համար իմ արածների շնորհակալությունն էր, քո վստահությունն էր։ Թող քեզ չթվա, որ ես պաշտոնի կռիվ եմ անում։ Եղել է ինչ-որ մի դեպք, որ քո տված արտոնություններից ես օգտվեմ։ Ինչ մեղքս թաքցնեմ, Արմո, չի եղել։ Չէ, չի եղել, որովհետև ես քեզ հորսպես հարգում եմ։ Դու լավ գիտես, 1000 անգամ հնարավորություն եմ ունեցել, որ քեզ վատություն ունեմ, բայց ես այդ չեմ արել։ Աղջիկդ 1000 անգամ երեսով ա տվել, որ ձեռիդ տված հացն եմ ուտում, բայց այդ երկուսս էլ լավ գիտեն, որ դրանով դու ինձ լավություն չես արել։ Նայի, որ հիմա կախում չունես, հետս ոնց ես վարվում։ Արմո, Ես սխալ չեմ, ձյաձ Սաքո, սխալ չեմ։ Իմ միակ սխալն են եղել, որ ես աղջկաց սիրում եմ։ Մեկ ուրիշը լիներ իմ փոխարեն շուտվանից թքել էր ես ամեն ինչի վրա ու հեռացել էր, բայց ես քո աղջկան գժի պես սիրում եմ։ Իմ սխալն են եղել, որ թույլ եմ տվել Վրամը մտածի ինձանից լավն է։ Չէ, դու մի հատ հիշի եղել է մի հատ դեպք, որ Վրամը առանց ինձ ինչ-որ մի բան անի։ Որտեղ գնում էր Արմո ասելով ման էր գալիս։ Մենակ դու էիր մնացել կողքս, են էլ քեզ էլ հեղափոխեցին։ Արմո, ոչ ոքի չի հեղափոխել։ Ես հասկանում եմ, հնարավոր է ասածներիդ մեջ ճշմարտություն կա, բայց արի կլինի այդքան մի խտացրու գույները, այդքան էլ այդպես չի։ Գիտես ես ամեն ինչի մեղավորն ինչն է։ Չէ, ավելի շուտով է։ Սոնան աջած Սաքո։ Մի զարմացի ձյաձ Սաքո, ճիշտ ես լսել, Սոնանը։ Այսինքն Միքոն հիմա գյուղում է։ Հա, Սոն, ես էլ ժամանակ չունեմ։ Դու գործդ վերջացնես ու զգուշ կգնաս տուն։ Հայկ երեխա չեմ։ Սոն, ես ընդհանրապես քեզ պիտի մենակ չթողնեի հիմա, բայց ուրիշ տարբերակ չունեմ։ Հենց գործդ վերջացնում ես, տաքսի ես կանչում ու ուղիղ գնում ես տուն։ Ես չգիտեմ երբ կգամ։ Հանգիստ եղին, հենց հա այսօր շատ գործ ունեմ ու ուշ եմ գնալու։ Ուղիղ տուն կգնամ, բայց դու էլ խոստացի, որ մի բան իմանաս, ինձ կզանգես։ Ախպերս, բարևները քեզ են ուղղված։ Հա, մեկ էլ մի բան էլ ասեմ, հիմա Նարեն վստահ է, որ քո ու Լիլիթի մեջ մի բան կա։ Ինչա՞։ Դե չգիտեմ ինչքանով այդ քեզ հետաքրքիր, ամենայն դեպս ասեցի տեղյակ պահեմ։ Քո լացն է գալի իմ ծիծաղը։ Լավ էլի վարո, ժամանակ ես գտել։ Տաքսին ասավ, արի գնացինք։ Վայ, Հայկ, միշտ սենց է գիտես, չէ, ամեն անգամ մի պատճառ մանա գալիս։ Մի ժամ առաջ էինք տեսել, նորից հետ եկավ պատճառ բռնեց, իբր բան պիտի տա։ Շարունակենք։ Հա, կշարունակենք։ Ուղղակի ասացի հետդ կիսվեմ, էլի։ 3 անգամ զանգել համոզում էր, որ գնայի իրանց տուն։ Անընդհատ ուզում է աչքի առաջ լինեմ։ Ինձ թվում է, ամուսնության առաջարկություն էլ շուտով կանի։ Բայց ես չեմ ուզի անակնկալանի, գիտես, չէ։ Ինչի։
Դե ուզում եմ նախորոք իմանամ, որ գնամ եղունգներս սարքեմ, սիրուն լինի էլի նկարների մեջ։ Սոն կլինի դու շարունակես իմ պրոցեդուրան։ Հա, իհարկե։ Հավանեցիր։ Շատ շնորհակալ եմ։ Նարե մի բան եմ ուզում հարցնել։ Վրամի հետ կապված։ Ուզում եմ իմանամ ոնց է։ Անհանգստանում ա, որ զանգում ա, զանգերին չես պատասխանում։ Դե ինչքան էլ դժվար լինի այդ մասին խոսելը, այդպես ավելի ճիշտ կլինի, որովհետև ես չեմ ուզում Վրամի իմ պատճառով ընտանիքի անդամների հետ խնդիրներ ունենամ։ Մենք միասին լինելու ոչ մի տարբերակ չունենք։ Ես շատ եմ ափսոսում, որ դուք հենց այս իրավիճակում եք հանդիպել։ Շատ կուզեի ամեն ինչ ուրիշ ձև լիներ ու հաստատ Վրամը քո կողքին ուրիշ մարդ կլիներ։ Վայ, Նարե ջան, ես արդեն գնում ես։ Ես էլ սուրճ էի պատվիրել։ Նարե, կարող եմ միասին սրճենք, հետո նոր կգնաս։ Վայ, հիշեցի 2 հատ եմ պատվիրել։ Ոչինչ, դուք հանգիստ սուրճ խմեք, ես գնամ, համ էլ պատվեր ունեմ։ Կներես, Նարե։ Նորմալ ամեն ինչ։ Հաջողություն։ Հաջողություն։ Հաջողություն, ցտեսություն, առողջություն։ Լիլիթ գժվել ես, քեզ ես ոնց ես սպառնում։ Փակում ենք թեման, բացում ենք դռները, օդափոխում ենք սենյակը եւ վայելում ենք մեր պատվիրած սուրճը։ Ասեմ, որ շատ վատ ես քեզ պահում։ Այդ սոնան ձյացակո, Վրամի խելքը կերավ։ Դրա համար էլ այսօր տղետ աղբոր գերեզմանը մոռացել է։ Համել է այն վիշտը, որով մի ժամանակ ապրում էր։ Այն ժամանակ, երբ որ Մարգարիտան անդամներից մեկի անունն էր լսում, բարկությունից կորցնում էր իրան։ Քիչ էր մնում գնար ու դրանց կտոր աներ։ Այն ժամանակ, երբ որ Մարգարիտան անդամներից մեկի անունն էր լսում, պայթում էր չարությունից։ Բայց հիմա գիտի, որ Նարեն Հայկի հետ է շփվել ու այդ ամեն ինչը նորմալ է իր համար։ Չթողեց, որ իմ հետ ամուսնանա։ Բայց որ Հայկի հետ է շփվում, այդ ամեն ինչը նորմալ է։ Արմո, Վրամը ձյացակո։ Կներես, բայց այսօր արդեն համ քեզ է անարգում, համ իր ամորը, համ էլ ձեր վիշտը։ Ու այդ աղջկան բերում է ձեր տուն։ Սոնան հատուկ նպատակ ունի ու շատ հեշտ հասնում է այդ նպատակներին։ Ես ու Վրամը, որ 1000 տարվա անկեր էինք, հանեց իրար դեմ, որովհետև տակից Նարեի ու Հայկի գործերն ա դզում։ Դու սպասի այն պահին, որ մի օր Վրամը Հայկի ձեռքն էլ է սեղմելու, ու որ սենց գնաս դուք էլ եք սեղմելու։ Ինչ ես զառանցում, Արմո։ Դու քեզ հաշիվ տալիս ես, ինչ ես խոսում։ Հա, ձյացակո, որ Սոնան Վրամի պես տղուն խեղճացրել է, մի օր քեզ էլ է խեղճացնելու։ Կամ էլ նենց անելու, որ երեխեքիդ աչքից հեղինակությունդ կորցնես։ Այս վերջինը ոնց որ արդեն սկսվել է։ Մի երկու տուն այն կողմ արդեն մեր տունն է։ Բա ինչի այսքան շուտ իջանք։ Եսի մտածում կարող Միքոին ստեղ միտեղ հանդիպենք։ Իսկ քերի հետ խոսացիր, ասեցիր ինչ ա եղել։ Չէ՞ դե ճամփեքին ա, չեմ ուզում անհանգստացնեմ։ Չնայած քերին բոլորից շուտ ամեն ինչ իմանում է։ Հարի գնացինք։
Աշոտ։ Հա, Ամրամ։ Սոնայի մոտ էի, ամեն ինչ կարգին էր, պրոցեդուրայի էի գնացել։ Ինքն էլ քեզից հարցեց, ասացի, որ լավ ես։ Լավ, Նարե։ Ապրես։ Լավ։ Ասա Արմո։ Դու տանն ես, չէ՞։ Հա, ինչի։ Գալիս եմ, պիտի խոսանք։ Արի։ Սոնա, դու ոնց որ թե արդեն շատ ես ընկնում ոտքիս տակ։ Ես չգիտեմ արդեն դրա հետ ինչ անեմ։ Դու տեսար տունը ինչ օրի էր հասցրել։ Ինձ թվում է այս բանը մանեկ է, որ կարանա ծախի։ Վարոն էս տպավորությունա, որ ոչ թե տան երեխին ա մտել տուն, այլ գող։ Լավ էլի Հայկո ջան, ինչ գող։ Այս փոքր երկու ոտ գյուղում ինչ գող պետք է մտնի, որ մարդիկ չիմանան։ Հետո էլ կողպեքը վնասված չէր։ Մի քոն բանալի ունի, չէ՞։ Հա, ունի։ Ոնց չունի, Վարո։ Ես դրան որ բռնել եմ, գիտես, չէ ինչ եմ անելու։ Քեզ ով է թողել ես գյուղ մտնես, հա։ Ով է քեզ իրավունք տվել հիրակոտ։ Օպար ոնց որ լավ չես, հա։ Վարո մի արա։ Դու խառնում ես։ Վարո մի արա, ասում եմ։ Էսով է։ Հիմա ում հետևից ես եկել, հա։ Ում գլուխն ես ուզում ուտես այդ լակոտ, հա։ Ձյաց քաջիկ ուզում ես Լուսիկին կանչեմ թող քեզ տանի տուն, ոնց որ այդքան էլ լավ չես։ Դու ինձ իմ տեղը ցույց չտաս, եղավ։ Այս աշխարհում դու քո տեղը չգտար, հիմա էլ ինձ իմ տեղն ես ցույց տալիս։ Ես հիմա շատ բան հաշվի առնելով ձեն չեմ հանում։ Բայց չեմ խոստանում, որ երկար կհամբերեմ։ Դու ես գյուղը սև ու սքով լցրեցիր։ Դեն մեզ որ մարդիկ գլուխները կախ հանգիստ ապրում են, սիրտը չտարավ, քանի կար աղբերը տեսնվերի պես գյուղով մեկ քայլում, հիմա էլ դու ես գյուղը կործանեցիք, ինչ եք ուզում։ Ձյաց քաջիկ։ Ձենդ, դու իմ երեխուն ես սպանել, դու քո պատճառով այն երեխան մեռել, ես ես օրվան վաղուց եմ սպասել, շատ վաղուց եմ սպասել։ Հանգստացի լեոպար կարող է լավ չես, խմե քեզ կորցրել ես, կամ ուշքի ես գալի կամ ես եմ քեզ ուշքի բերում հիմա։ Վարո նորմալ ասում եմ մի խառնվի։ Արա ի՞նչն է նորմալ դանակա անե։ Հաջիկ օպերես ինչ ա եղել։ Որ ուզում ես գյուղացուդ պաշտպանես լավ ես անում։ Բայց մի բան անելուց առաջ երկար մտածի։ Այս թասիվով տղեկ եք սրան տեր կանգնեք, որ չհարփի ու գա ձեզում ես շարի մեջ գցի։ Արիք հաջիկ օպեր։ Քո վերջն էլ ա գալու, որ ես նայում եմ, չէ։ Այսքան սիրտը չի ցավում։ Դու արժանի ես։ Լավ երկարացնում ես գնա։ Դու ավելի վատին ես արժան։ Ես ինչ էր էսա վեր Այկո, որ տենց գլուխդ կախ հեզ հարսի պես կանգնել լսում էր ինչ էր խոսում։ Արփի հերն էր։ Արի գնացինք լավ։ Դժվար է հասցնենք գնանք։ Այսինքն Ա ձևը տենց է, այսա կգան հետևներից ես։ Այս գյուղում միշտ էլ տենց է եղել։ Վատես Հայկո ջան, նոր ենք դուրս եկել, շուտ արի գնացինք։ Վարո, եթե հիմա գնանք ավելի վատ։ Մտածելու են, որ փախել ենք, իսկ այդ ճիշտ չի։ Որ մենակ ես էր մեզ պակաս։ Սրան չես կպե, չէ։ Չէ։ Բայց կարող է բանել չի լինում։ Կարող գնանք։ Չէ, հիմա գնալը սխալ է։ Այս գյուղում ես թշնամի եմ։
ու հենց հերթը հասնում է իմ ընտանիքին ամեն ինչ փոխվում է։ Սրանք էլ Արմոյի ու Վռամի ինգերներն են։ Հենց որ պարզ է հաջորդ քայլը ինչա լինելու։ Վարո հիմա փախնելը սխալ է։ Այս գյուղում ամեն ինչի պատրաստ եմ, որ ինձ վատություն անեն։ Ալո։ Արմո։ Մարգարիտ Թորն էր գյուղում Հայկոն։ Այն ինչը որ պետք է ասեմ, քեզ դուր է գալու։ Ասեմ։ Ոնց որ վատ դեժավյու լինի։ 24 ժամ է դիմացի։ Արա որ sense հանգիստ չես խոսում, Հայկո, քիչ ամանում քեզ պատերով տամ։ Վարո ջան, դու ուրիշ տարբերակ ունես։ Արա շարը որտեղից եկավ ընկավ գլխներիս։ Կամաց լավ։ Ինչի սռոք կավելացնեմ եք ես։ Բարի օր։ Եկել եմ, որ խոսենք հասկանանք իրար։ Ինչի, անհասկանալի պահեր կան։ Ուղղակի մեզ չսազող պահեր կան։ Վռամ չգիտեմ քո համար ոնց, բայց այս վիճակը ինձ դուր չի գալիս։ Մենք իրար հետ ենք մեծացել, բայց այս վերջերս իմ հանդեպ թշնամաբար ես տրամադրված։ Ինչի, տեղ չունեմ տենց տրամադրվելու։ Ունես, բան չունեմ ասելու։ Չեմ ուզում, որ իմ չմտածված քայլի պատճառով մեր հարաբերությունը դժի։ Հա, սխալ եմ եղել, բայց արդեն ոչ մի բան չեմ կարող փոխել։ Վռամ, Նարենի մի հիվանդությունն է դարձել։ Ճիշտ է, հասկանում եմ, որ սխալ եմ անում քեզ այս ամեն ինչ ասելով, բայց ուզում եմ, որ անկեղծ լինեմ հետդ, անկեղծ խոսենք։ Կար մի ժամանակ, որ ես ամեն ինչ պատրաստ էի, ամեն ինչ կանեի Նարեին հասնելու համար։ Իմ համար կարևոր էր, որ Նարեն իմ կողքը լիներ։ Հետո։ Հետո այն, որ չեմ ուզում իմ չմտածված քայլի պատճառով մեր հարաբերությունները դժի։ Մենք իրար ընկերներ ենք, մի կյանք իրար հետ ենք ապրել։ Վռամ, ինձ կներես։ Իմ համար շատ կարևոր է, որ հասկանամ, որ դու իմ ընկերն ես ու իմ կողքն ես։ Ինչ ասացիր։ Եթե կարոն չկա, մի քոն էլ պետքա չլինի։ Ուրեմն ուշադիր լսի ինչ եմ ասում։ Ես խոսք եմ տվել։ Ես մարդկանց մոտ խոսք եմ ասել։ Ու այդ խոսքը խախտող չպիտի լինի։ Ես գիտեմ, որ նա ճիշտ, որը սխալ։ Այդ ես գիտեմ, մենք ճիշտ ենք, թե չէ։ Դու դեռ շատ փոքր ես։ Լակոտ։ Շա ես քեզ պիտի դնեմ կյանքս պատմեմ, կյանքս բացատրեմ։
Հա։ Սրանից հետո ամեն մի արածդ քայլը իմ դեմա լինելու։ Հասկացար։ Դե հիմա գնա։ Գնա! Սոնան հատուկ նպատակ ունի ու շատ հեշտ հասնում է այդ նպատակին։ Ես ու Վրամը, որ 1000 տարվա անկիր էինք, հանեց իրար դեմ, որովհետև տակից Նարեի ու Հայկի գործերն ա դզում։ Դու սպասի եմ պահին, որ մի օր Վրամը Հայկի ձեռքն էլ ա սեղմել։ Իմ համար շատ կարևոր էր այս ամեն ինչը քեզ ասել եմ։ Տեսնում եմ, որ մի քիչ կասկածով ես նայում, բայց ոչինչ, դա էլ է ժամանակի հարց։ Ախպերս, քեզ մի խնդրանք ունեմ։ Ասա։ Եթե քեզ մեքենատ պետք չի ու տեղ չունես գնալու, ինձ 2 ժամով պետք է, կարաս տաս։ Ուր գնամ, Արմո։ Սպասի գնամ բանալիները բերեմ գնա։ Վրամը։ Ինչ ես անում ստեղ, ինչ ես Վրամի մեքենայով։ Արագացրու նստի մեքենան։ Էդ էր մնում, որ քո հետ նույն մեքենան նստեի։ Վրամը լավ չի, հիվանդանոց եմ տարել, ուզում եմ քեզ տենի։ Ոնց թե։ Անընդհատ քո անունն է տալիս ու իրոք ահավոր վատ է։ Արագացրու նստի մեքենան։ Դու ինձ ասա, որ հիվանդանոցում է, ես կգնամ։ Լսի, որ Վրամն իմանա ես քեզ չեմ տալի, մի հատ էլ դրա համար է ինձ հարց տալու։ Արագացրու նստի մեքենան գնանք, ես այդ ժամանակը չունեմ։ Արագացրու նստի մեքենան գնանք, քանի չեն եկել ձյաձ Սաքոն ու Անիկը։ Վրամը չի պատասխանում։ Երբ ա եղել, որ Վրամը քո զանգերին չպատասխանի։ Ուրեմն շատ վատ է, չէ՞ որ չի պատասխանում։ Բացի այդ չի ուզում ինչ-որ մեկն իմանա, որ լավ չի զգում իրեն։ Սպասի։ Ես քո ժամանակը չունեմ, արագացրու գնանք։ Հիմա գալիս ես, թե չէ։ Ձեզ թվում է ես ձեր պարապն եմ։ Մեկն ասում է գնա բեր, մեկն էլ ստեղ ստուգումներ է անում։ Դու գնա, ես մի բան կանեմ, հա։ Ինչ ես անելու։ Ոչ մեկ չգիտի Վրամի տեղը, մենակ ես գիտեմ։ Ես եմ իրան տարել։ Այսինքն։ Ինչ այսինքն, ես ժամանակ չունեմ քո հետ զրուցելու, գալիս ես թե չէ։ Բայց մի րոպե, եթե հիվանդանոցում է, ուրեմն բոլորն էլ գիտեն։ Սխալվում ես, աղջիկ ջան։ Կամ բաներ ու շատ բաներ, որ մենակ ես եմ իմանում։ Բանարեն։ Լսի, աղջիկ ջան, երբ ա եղել, որ Վրամը չպատասխանի քո զանգերին։
Ուրեմն շատ վատ է, չեն։ Ու չի ուզում որ իմանան։ Բանոր ասում էր ծնողները մոտն են գնում։ Հա, նորից եմ ասում, բայց ես պետք է ասեմ։ Մինչև դու չտեսնես Վրամին, ես չեմ ասելու։ Լավ չի Վրամը, կարող է նորից վիրահատեմ։ Մինչև այդ ուզում է քո հետ խոսալ։ Լսի, ինձ էլ հաճելի չի քո հետ շփվելը։ Արագացրու որոշի գալիս ես կամ չես գալիս։ Ու ինձ հստակ պատասխան տուր, թե ես ինչ եմ ասելու Վրամին։ Գալիս եմ։